Հայաստանի նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարել է, թե պատճառը մեկն է։ Հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Փաշինյանի խոսքով Հայաստանը հայտարարել է Ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին եւ ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։ Ինչ վերաբերում է նոր սահմանադրության տեքստին, այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում եւ ինչպես ասել եմ 1990 թվականի անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը շտապում է հիշեցնել սահմանադրության փոփոխության համար ՔՊ-ն չի ստացել մեծամասնություն։ Բարեբախտաբար հեռանկարներ չեմ տեսնում սահմանադրության փոփոխությունների, հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ազգային ժողովի պատգամավորների ձայների 2/3-ը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները այդ մասով հստակ են արտահայտվել, որ անկախության հռչակագիրը հանելու դրույթ պարունակող, այսինքն մասնապես նոր սահմանադրությանը չեն պատրաստվում կողմ քվեարկել եւ ես կարծում եմ, որ պետք է մենք դուրս գանք Նիկոլ Փաշինյանի օրակարգից եւ ուղղակի ֆիքսենք, որ այս ազգային ժողովի պարագայում բացառված է սահմանադրության փոփոխությունները ազգային ժողովի կողմից հաստատվի, որը լի մի բան էլ հասնի հանրաքվեի։ Առաքելյանն ասում է, հետևանքները կրկին ժողովրդի ուսերին դնելու փորձ է արվում։ Ժողովրդին տված խոստումները եթե պիտի իրագործի, թող սկսի 2021-ին տված խոստումներից, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայից։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ամեն ինչ գցում է այս անգամ էլ ժողովրդի վրա, եթե իր համար ակրությունների ժամանակ ժողովրդի քվեն համարում է կառավարության կամ նախընտրական ծրագրի իրականացման հիմք, ապա ես խորհուրդ կտամ հիշի, որ 2021 թվականին էլ էր ժողովուրդը իրեն ընտրել եւ նախ կատարի 2021 թվականի կառավարության եւ նախընտրական ծրագիրը հետո անցնի 26 թվականին։ Իսկ ինչ է իրականում ասում անկախության հռչակագիրը։ Մասնագետներն ասում են, չի կարող հայ ժողովրդի ազատության, ինքնիշխանության, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի եւ ժողովրդավարական, իրավական հասարակարգ ստեղծելու մասին փաստաթուղթը կոնֆլիկտ առաջացնի այլ պետության հետ։ Իսկ եթե առաջացնում է, ապա այդ պետությունը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ Մենք կտեսնենք, որ աշխարհում չկա այնպիսի պետություն Փաշինյանական տրամաբանության, որի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային չի։ Միացյալ Նահանգները ամենապարզ օրինակը, եթե դիտարկենք Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը Փաշինյանի տրամաբանությամբ, ապա առնվազն Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան պետքա հակամարտության մեջ լինեն։ Բայց հռչակագրի շուրջ բանավեճը միայն իրավական չէ, այն նաև արժեքների մասին է։ Անկախության հռչակագրի տարեդարձի առթիվ քաղաքագետ Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է հռչակագրի, այսպես ասած, 10 պատվիրանների սեփական ընկալումը։ Չհրաժարվել ազգային երազանքից, զուգորդել ազգային եւ պետական շահը, քաղաքականապես հասունանալ եւ ապավինել ոչ թե օտարին, այլ հայության հավաքական ներուժին, բաց լինել աշխարհին, բայց չզիջել ազգային սկզբունքները, նպատակներն ու արժեքները։ Ինչ է թելադրում անկախության հռչակագիրը՝ ինքնամաքրվել, լինել կարգապահ, առաջադեմ, զարգացող, չվախենալ լինել նորանոր ու համարձակ, սիրել միասնությունն ու խրատը, քրտնաջան աշխատել զարգացնելու անձն ու հավաքականությունը, հայրենիքի գաղափարը չսահմանափակել իրավական ինստիտուցիոնալ եզրույթով հանրապետություն, թե միապետություն, հրաժարվել ազգային երազանքից, հայության խլված իրավունքների վերականգնումը համարել անժամանցելի եւ սերունդների պատասխանատվություն, քաղաքականապես հասունանալ, ապավինել ոչ թե օտարին, այլ հայության հավաքական ներուժին, հավատալ հայրենիքի հավերժականության գաղափարին ու այն փոխանցել սերունդներին։ Սահմանադրական դատարանն էլ 2024 թվականի իր որոշման մեջ արձանագրել էր հռչակագրի եւ սահմանադրության միջև բովանդակային կապի առանձին դրսևորումներ։ Բարձր դատարանը նույն թվականին նաեւ արձանագրել էր Հայաստանի անկախության հռչակագրում այլ պետության նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Սա կեղծ նարատիվ է, որի խորքային իմաստը ոչ թե այն է, որ որևէ անկախության հռչակագիր, կոնկրետ դեպքում Հայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային է կամ ոչ, այլ որովհետև այդպիսին է պայմանավորվածությունը Ադրբեջանի հետ։ Մենք եթե մի քիչ հետ գնանք, կհիշենք, որ Փաշինյանը դեռևս մի քանի տարի առաջ դիմեց սահմանադրական դատարան տվեց համապատասխան եզրակացություն, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով չկա հարևան պետությունների
ծրագրերի նկատմամբ տարածքային պահանջներ։ Թեպետ Փաշինյանը ազգային ժողովում ներկայացնում է կառավարության 2026-ից 2031 թվականների ծրագիրը, սակայն ծրագրի սահմանադրությանը վերաբերող հատվածը խմբագրվել է ընտրության ավարտից հետո։ Տեքստի նախնական տարբերակում քաղաքացիական պայմանագիրը խոստանում էր նոր սահմանադրության ընդունման համար հանրաքվե անցկացնել։ Այժմ, երբ կուսակցությունը չունի սահմանադրական մեծամասնություն, տեքստի այդ հատվածը փոխվել է։ Իշխանությունը խոստանում է քայլեր ձեռնարկել հանրաքվե անցկացնելու ուղղությամբ։ Սդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։